Բարի օր, այսօր խոսենք գիտության ոլորտում կատարվող նորությունների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Երևանի պետական համալսարանի հիմնարար եւ ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Միքայել Գինովյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բոլոր կենսաբանները, ինչպես ցույց են տվել իմ ուսումնասիրությունները, սկզբում ցանկացել են դառնալ բժիշկ։ Հետո նոր ընտրել են կենսաբանի մասնագիտությունը, այդպես եղել է նաեւ ձեր դեպքում։ Ինչը փոխեց ձեր պլանները։ Ուրեմն նայեք, սկզբից մեր քերիներից կողմը բժիշկներ են, ու փոքր ժամանակից անընդհատ այտենց մտքերից մեջ եղել է, որ պետքա ու նաև խորհուրդ են տվել, որ պետքա ես էլ բժիշկ դառնամ, որովհետև լավ էի սովորում։ Հետո այտենց արմատացել էր ու երբ որ արդեն պարապում էի, որ պետքա քննություն հանձնեմ, որոշեցի, որ ռազմաբժշկական, որովհետև բժշկականը դժվար էր ընդունվելը, վճարը բարձր էր, եւ որոշեցի դիմել ռազմաբժշկական ուղղությամբ սովորելու համար, սակայն որոշ հանգամանքների բերումով չստացվեց, ու այդ քննությունները արդեն կարող էի միայն ամենահարմար տարբերակը կենսաբանության ֆակուլտետը դիմելն էր, եւ այսպես դիմեցի, ընդունվեցի, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, ես ոնց որ վերջում էլի հետեկա բժշկություն, այսինքն ինչ որ հիմա անում ենք, մենք իրականում բավականին կապված է բժշկության հետ, պատմությունը էս է, ինձ թվում է ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, ովքեր ընտրել են բժշկությունը եւ չում ստացվել է կենսաբանություն։ Մենք մեր օրերում գնահատված չեն կամ պահանջված չեն բնագիտական առարկաները եւ համապատասխան ոլորտները։ Սա ինչի՞ է կապում կենսաբանությունն ու քիմիան, օրինակ վատ են դասավանդվում դպրոցներում, թե բարդ են հասկանալու առումով։ Ճիշտ ասած, չեմ կարող հստակ ասել, թե պատճառները ինչ են, բայց հիմնականում երեխաների մոտ մեծ սեր է լինում բնական գիտությունների հանդեպ, որովհետև դա այդ ուղղություններում բացատրվում են բնության մեջ կատարվող իրադարձությունները, այդ process-ները, նյութերը, որոնց հետ մարդիկ շփվում են եւ բնականից դա հետաքրքիր է երեխաների համար։ Ես ճիշտ ասած չգիտեի, որ չի հետաքրքրում երեխաներին, ինձ համար նոր է, չեմ կարող ասել այնպես որ։ Դե պահանջված չեն։ Նայեք, այն ժամանակ ինչի են, այսինքն մեր սերնդի ժամանակ ինչի են մարդիկ փորձում բժշկական, որովհետև բժշկականը ենթադրում էր, որ հետագայում բարձր աշխատավարձ, նաև կարևորությունը բժշկության, մարդկության համար, այսինքն կարևորված զգալու այդ հատկանիշը, հա, իսկ այն ժամանակ գիտությունը մեր ժամանակվա մասին է խոսքը բարձր չէր բարձրատրվում, հնարավորությունները քիչ էր, նաև հիմնական պատճառը դա էր, բայց հիմա այսօր մենք լրիվ ուրիշ իրավիճակում ենք, այսինքն հիմա արդեն մեծ ցանկություն կա դեպի կենսաբանություն, քիմիա, որովհետև այս ոլորտներում հնարավոր է կայանալ, հնարավոր է կարևոր գործ անել, ինչպես նաև բավարար վարձատրվել, որպեսզի արժանապատվորեն ապրել եւ կայանալ։ Օրինակ ձեր ժամանակ մասնագիտություն ընտրել եք նրա համար, որ հետագայում շատ գումար կաշխատեիք, թե ամեն դեպքում սիրում էիք։ Ես մեծացել եմ մարզում, Տավուշի մարզում, Շամշադինի տարածաշրջանում, եւ բնության փոքրուց բնության հետ կապը շատ մեծ է եղել եւ բնությունը սիրել եմ, ուսումնասիրել եմ, թե բուսական աշխարհը, թե կենդանական աշխարհը, ու նաև դա է կարևոր դեր խաղացել հետագայում, այսինքն այն հետազոտությունները, որոնք որ հիմա զբաղվում ենք, այդ բնության հետ կապը շատ կարևոր դեր է խաղացել։ Այսինքն փողի մասին չեք մտածել, բայց հիմքվա երեխեքը մտածում են։ Տեսեք, փողի մասին ինձ թվում է բոլորն են մտածում, որովհետև երբ որ դու ռեալ մտածում ես, թե վաղը դու ինչ ես անելու, ինչպես ես ընտանիք պահելու, ինձ թվում է գումարային հարցը շատ կարևոր է։ Եվ պատճառներից մեկը երևի դա է եղել։ Նաև մեր ժամանակ խնդիր էր գործ ճարել, այսինքն սովորելուց հետո, որովհետև մենք բավականին շատ ծանոթներ, ընկերներ ունեինք, որոնք ավարտում էին եւ հնարավորություն չկար գործ ճարելու կամ այսինքն այն գործը որ ճարում էին շատ ցածր վարձատրվող եւ հնարավոր չէր դրանով ինչ որ բան անել այնպես որ բոլորիս ով էլ որ ասում է չգիտեմ ինչքանով է անկեղծ ասում որովհետեւ մեկը գումարը կարեւոր է որովհետեւ հատկապես այն ժամանակ հիմա այդքան էլ այդպես չի տղամարդկանց համար շատ կարեւոր էր բարձր վարձատրելը հիմա նաեւ դա վերաբերում է կանանց որովհետեւ նույնպես կանայք նույնպես մտածում են որ պետք է կայանան պետք է այնքան գումար աշխատեն որպեսզի ինքնաբավ կարողանան ապրել այնպես որ ինձ թվում է բոլորս էլ այդ հաշվի ենք առնում ուղղակի այն ժամանակ դա դժվար էր համատեղել սիրած մասնագիտացման հետ հիմա քանի գնում դա ավելի հնարավոր է դառնում որովհետեւ ցանկացած համարյա թե բոլոր ոլորտներում եթե դու կայանում ես որպես մասնագետ դու պահանջված ես դու կարող ես բարձր վարձատրությամբ աշխատանք ճարել ի վերջո այնպես որ հիմա այդ առումով նոր մեծացող սերունդը ավելի մեծ հնարավորություններ ունի ընտրություն կատարելու ընտրելու այն աշխատանքը որը որ իրեն այն մասնագիտությունը որը որ իրեն հաճելի է զբաղվել
Խոսքում նշեցիք, որ բնությունը միշտ սիրել եք, այդ փոքրուց ձեզ հետաքրել դեղաբույսերը։ Տեսեք, օրինակ մեր մոտ ասենք տարիքով տատիներ, պապիներ, որ խոսում են օրինակ ինչ որ միտեղից ցավում է կամ ինչ որ մի խնդիր ունենք, միշտ ասում են այս բույսը, այս չայը, այստեղից էս հավաքի եք, այսինքն այդ ինֆորմացիան անդադ պատտվում էր ու բնականաբար հետաքրքրել է, բայց այնպես չի, որ ես այդ տարիքից մտածում եմ, որ պետք է անպայման դեղաբույսերով զբաղվել, պետք է հետազոտել, բայց հետաքրքրասիրություն եղել է, օրինակ տատիս էլ էր շատ պատմում, որ այտենց տատական կողմով բուսաբուժությամբ տիրապետող եղել են նախնիներս, այնպես որ այդ հետաքրքրությունը եղել է։ Ու երբ որ այդ առիթը ներկայացավ, ես անմիջապես ոնց որ ասեցի, սա իմն է։ Միանգամից մտածել եք դրանց հակաքասկեղային ազդեցությունը բացահայտելու մասին, թե զուտ ուղղակի դեղաբույսերի կարևորությունն է ձեզ գրավել։ Տեսեք, ուրեմն պատմությունը փոքր սկզբից գամ, որպեսզի, այսինքն ինչպես է ստացվել, սենց ոնց որ ինքնաբերաբար է ստացվել, այսինքն մագիստր, երբ որ ծառայությունից հետո ընդունվեցի մագիստրատուրա, այդ ժամանակ ես զբաղվում էի իմ այդ ժամանակվա ղեկավարի կողմից մշակված պրեպարատ էր, որը որ ուներ հակամարային հատկություններ, եւ ես ուսումնասիրում էի դրա հակամարային հատկությունները, այնուհետեւ երբ որ հարց առաջացավ արդեն ասպիրանտուրայում ընդունվելու հետ կապված եւ թեմայի ընտրության հետ կապված, այդ պրեպարատի մասով աներիքները շատ չէին, այսինքն ինքը հայտնի նյութերի խառնուրդ էր եւ գիտական ինքը կիրառական նշանակություն ուներ, բայց գիտական տեսանկյունից ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէր եւ այդ ժամանակ երբ որ պրոֆեսոր Թչյանի հետ քննարկում էինք թե ինչ թեմայով կարելի է անել, ինքը առաջարկեց, որ կարելի է բույսերի հատկությունները ուսումնասիրել, քանի որ գիտենք, որ Հայաստանի ֆլորան ինչ մեծ բազմազանություն ունի, ինչ մեծ պոտենցիալ կա։ Ես երբ որ այդ առաջարկ եղավ, այսինքն Հայաստանի ֆլորայի դեղաբույսերի հակամարային հատկությունները ուսումնասիրենք, դրանց հակաօքսիդանտային, միանգամից երկու ձեռքով ասեցի անպայման ու այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Հիմա դուք ինչ եք ուսումնասիրում։ Ասպիրանտուրայի փուլում ուրեմն ես առաջի տարին ինտենսիվ քննարկումների մեջ էի տարբեր այն մարդկանց հետ, ովքեր ինֆորմացիա ունեին ավանդական բժշկության մեջ այն դեղաբույսերը, որոնք կարող են ինֆեկցիաները բուժել, այսինքն որոնք կարող էին ունենալ հակամարային հատկություններ եւ այդպես մի հատ մեծ ցանկ հանեցինք, նաեւ գրականություն ուսումնասիրելով, հայկական դեղագրքերը ուսումնասիրելով 30 բույսի ցանկ մշակվեց, դրանց տարբեր հատվածների տերև, ծաղիկ, որոնք որ կիրառվում են ավանդական բժշկության մեջ, այդ բոլորը ես հավաքեցի, բուսաբանների հետ մենք որոշ հետ նույնականացրեցինք դրանք ու սկսեցինք դրանց հակամարային եւ հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրությունը եւ հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանց մեջից մի քանիսը ունեն շատ բարձր հակամանրային, հակասնկային հատկություններ եւ այս թեման դարձավ իմ ատենախոսական աշխատանքը երբ որ այսինքն այդ մասով սկզբից հակամանրային միայն հատկություններն էին ուսումնասիրում հետագայում արդեն երբ որ Ավտենիլյան Նիկոլայի կողմից երբ որ արդեն ավարտել էի առաջարկ եղավ որ համատեղ հետազոտական գրանտ գրենք այդ դեղաբույսերի նաև հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրության վերաբերել եւ այստեղ սկսվեց արդեն դրանց հակաքաղցկեղային ուսումնասիրությունների պատմություն գրանտը հաջողությամբ գրեցինք ստացանք եւ արդեն ժամանակ ես տեղափոխվեցի հիմնարար վախտաբանական լաբորատորիա Ավտենիլյանի ղեկավարությամբ սկսեցինք այս հետազոտությունները ու քանի գնում արդեն ծավալվում է նոր ուղղություններ են բացվում ու բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվում։ Որքանով գիտեմ, մի քանի տարի առաջ հենց դեղաբույսերի հետ կապված ուսումնասիրություն որ կատարում եք, կրծքագեղձի քաղցկեղը կանխելու ուղղությամբ էր, հա։ Այո, ուրեմն տեսեք, մենք ընդհանուր, այսինքն ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղն ենք թիրախավորում, ուղղակի մեր մոդելը հենց կրծքագեղձի, որովհետև Հայաստանի համար ինքը շատ արդիական է, հետո ինքը շատ լավ մոդել է, դրա մեջ նաև դեղակայունություն է դիտվում, այսինքն ուսումնասիրության համար բավական հետաքրքիր մոդել է, նաև մենք դրա կենթանական մոդելը ունենք, այսինքն in vivo կարողանում ենք հետազոտություններ անել, դրա համար մեր հիմնական հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրությունը կենթանական մոդելում իրականացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի մոդելում եւ այնտեղ մի քիչ եթե ավելի մասնագիտական ասեմ, որովհետև դա կարևոր է, մենք հենց թիրախավորում ենք այդ ազդանշանային ուղիները, որոնք որ պատասխանատու են բջիջների այդ անկանոն աճի, դրանց անգիոգենեզի, այսինքն մետաստազ տալու, ծրագրավորված մահվանից խուսափելու, դեղականության, այսինքն ֆոսֆոինոզիտոլ տրիկինազ ակտ ուղի է կոչվում, մի քիչ բարդ տերմին է, այդ ուղին հանդիպում է թե քաղցկեղի ժամանակ եւ շատ մեծ կարեւոր նշանակություն ունի քաղցկեղի զարգացման գործում, նաեւ շաքարախտի
զարգացման գործում ինքը էլի կարևոր դեր ունի եւ մենք նաեւ համատեղում ենք շաքարախտի դեմ հետազոտությունները փորձելով հայկական դեղաբույսերում գտնել այնպիսի մետաբոլիտներ կամ լուծամզվածքներ կամ դրանց համադրություններ հայտնի դեղերի հետ, որոնք կարող են թիրախավորել այս ազդանշանային ուղի կոմպոնենտներից որևէ մեկը, որոնք որ կարող է հանգեցնել կամ կանխարգելման կամ բուժման թե քաղցկեղի եւ թե շաքարախտի։ Ես ճիշտ եմ հիշում, որ առնետների վրա փորձարկում եք կատարել եւ ուռուցքը փոքրացել էր։ Ավարտվել են ձեր փորձերը թե չէ։ Հետազոտությունները շարունակվում են, նայեք, այսինքն մենք երբ որ մենք հետազոտությունները սկսում էինք, այն նախնական փուլերում շատ մեծ հնարավորություններ չունենք։ Հիմա մեր հնարավորությունները, այսինքն ենթակառուցվածքը, մեթոդաբանությունը, այսինքն մեր պատրաստվածության մակարդակը, թիմը ընդհանուր զարգանում ենք, նոր մեթոդոլոգիաներ ենք ներդնում, նոր սարքավորումներ ենք ձեռք բերում պետության կողմից տրամադրված դրամաշնորհների միջոցով եւ այսինքն հետազոտությունները ավելի ու ավելի են խորանում, որովհետեւ ուռուցքի չափը փոքրանում է, դա գիտական տեսանկյունից շատ մեծ բան չի ասում։ Այսինքն պետք է հասկանալ թե ինչպես է աշխատում, որ միացությունն է աշխատում, ինչի հետ է կապվում, այսինքն որպեսզի կարողանանք բացատրել մեր միացությունների ազդեցության մեխանիզմը, որը որ արդեն լայն գիտական համայնքի համար հետաքրքրություն կարող է ներկայացնել, նաև դեղագործական ընկերությունների համար կարող է հետաքրքրություն ներկայացնել հետագայում դրա որպես դեղաձև մշակման, կիրառության մտցնելու համար։ Այսինքն մենք այդ հետազոտությունները շարունակական են, մենք նաև հիմնարար բնույթ ենք կրում, այսինքն մենք փորձում ենք նաև հայտնաբերել այնպիսի այդ ուղիներում այնպիսի մասեր, որոնք որ դեռևս հետազոտված չեն, որոնք նույնպես կարող են կարևոր նշանակություն ունենալ հիվանդության զարգացման կամ դրա դեմ պայքարի գործում։ Ու այնպես է որ մեր հետազոտությունները, ինչպես նշեցի, անընդհատ զարգանում են, օրինակ հիմա ինչպես գիտենք, տեխնոլոգիաները զարգանում են եւ համակարգչային մոդելավորումով օրինակ մենք այսօր կարող ենք հետազոտությունների արագությունը 1000 անգամ արագացնենք, այսինքն արդյունավետությունը բարձրացնենք։ Այսինքն ինչ ենք անում։ Մենք սկզբից, երբ որ հետազոտությունները սկսեցինք, հետազոտում ենք միայն լուծամզվածքները։ Դեռևս չգիտենք, թե ինչ կոմպոնենտներ են։ Հաջորդիվ մենք Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի մեր գործընկերի հետ նաև ժամանակակից քրոմատոգրաֆիական տեխնոլոգիան մեթոդներով որոշեցինք դրանց կազմել, այսինքն այդ ընտրված բույսերը, որոնք որ թե բջջային գծերում, այսինքն լաբորատոր պայմաններում փորձանոթի մեջ ցույց էին տվել հակաքաղցկեղային կամ հակամաներային կամ հակաօքսիդանտային հատկություններ, դրանից հետո մենք փորձարկել ենք նաև կենթանիների վրա, էլի ուռուցքի չափերի փոքրացում, տարբեր այնտեղ կոմպոնենտների փոփոխություն, որը որ նշանակում էր, որ դրանք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։ Դրանից հետո արդեն հաջորդ փուլը, որովհետև նայեք, բույսերի լուծամզվածքներով առաջ գնալը բավականին կարող ենք տեղ չհասնել, ինչի համար, որովհետև անընդհատ փոխվում են, կախված եղանակից, կախված տարածաշրջանից, կախված խոնավությունից, այսինքն այդ մեր բույսերի երկրորդային մետաբոլիտների կազմը կարող է փոփոխվել։ Այսինքն մի տարվա հավաքը կարող է ունենալ էֆեկտ, մյուս տարվանը կարող է չունենալ։ Այսինքն հիմնարար գիտական արդյունք ստանալու համար եւ կիրառական արդյունք ստանալու պետք է հասկանալ թե դրա որ կոմպոնենտն է աշխատում, հետագայում դա առանձին սինթեզելու կամ դա առանձին անջատելու, կամ նաեւ թեկուզ եթե դրանք տարբեր կոմպոնենտներ են, դրանց համադրությունները միասին առանձին ցույց տալը, որ այս կոմպոնենտների համադրությունն է աշխատում, որը որ արդեն կարող է ունենալ հետագայում լայն կիրառական նշանակություն։ Այնպես որ մեր գործընկերների հետ արդեն այդ կազմերը ուսումնասիրեցինք, դրանից հետո մենք շատ դժվար է ամեն լուծամզվածքի մեջ կարող են լինել 200-300 միացություններ, որոնք որ նույնականացվել են, դրանց հիմնական կոմպոնենտները, եւ դժվար է դրանք հատիկ ուսումնասիրել, թե որն է ազդում, որն է պատասխանատուն։ Եվ այստեղ մեզ օգնության է գալիս արդեն այդ համակարգչային մոդելավորման հնարավորությունները, որոնք թույլ են տալիս համակարգչային մոդելավորում, այսինքն համակարգչի մեջ փորձարկել դրանց փոխազդեցությունները։ Այսինքն տեսնել թե օրինակ այս կոմպոնենտից որը կարող է գնել այդ մեր ազդանշանային ուղին, տարբեր կոմպոնենտները որ կան, դրանցից որ կոմպոնենտի հետ կարող է կապվել, որին կարող է արգելակել կամ խթանել ու այդպես ունենալ բուժական նշանակություն, եւ այդ մոդելավորման միջոցով մենք այդ հազարավոր միացություններից ընտրում ենք, ասենք 4-5 միացություն, որոնք որ արդեն շատ մեծ հավանականությամբ կարող են ազդեցություն ունենալ, ու արդեն հաջորդ փուլում, ներկա փուլում մենք հիմա այս հասել ենք այս փուլին, այսինքն այդ առանձին կոմպոնենտները կամ դրանց համադրությունները արդեն էլի փորձարկում ենք թե լաբորատոր պայմաններում, այսինքն փորձանոթի մեջ
բջջային գծերում եւ թե in vivo մոդելներում եւ բավականին հետաքրքիր արդյունքներ կան, հրապարակումները կան, այնտեղ նկարագրված է նաեւ մեծ հեռանկար կարող է լինել։ Սա ձեր թվարկած երկու հիվանդությունների դեպքում, թե նայեք, այսինքն լաբորատորիայում արդեն ձևավորել է մեկ գիտական խումբ, ներկայումս նաեւ մի հատ նոր գիտական խումբ ենք ուզում ձևավորել իմ գլխավորությամբ, որը որ կուսումնասիրի դեղակայունությունը, այսինքն հակաբիոտիկ կայունությունը կամ դեղակայունությունը թե քաղցկեղային բջիջներում եւ թե բակտերիաներում, այսինքն բազմապրոֆիլ է, լաբորատորիան մեծ լաբորատորիա է, բազմապրոֆիլ հետազոտություններ ենք անում, թե հետազոտում ենք շաքարախտի մոդելներում, թե քաղցկեղի մոդելներում, թե մանրէների մոդելներում, այսինքն հակաբիոտիկ կանոնների մոդելներում։ Հիմա նաև այդ մասին խոսեմ, հա, թե մենք հիմա ինչ ենք անում։ Գիտության կոմիտեի կողմից մենք դրամաշնորհ շահեցինք, արդեն մրցույթը ամփոփվել է եւ մենք հիմա կներդնենք ենթակառուցվածք կենսանվտանգության երկրորդ մակարդակի լաբորատորիա, որտեղ որ հագեցած կլինի հատուկ օդափոխության համակարգերով, որոնք որ անվտանգ կդարձնեն այդտեղ աշխատել կլինիկական նշանակության բակտերիաների հետ, այսինքն անվտանգության հետ ու այնտեղ նաև կլինի բոլոր սարքավորումները այդ հետազոտությունները իրականացնելու համար, նաև հիմա մենք դիմել ենք հեռավար լաբորատորիաների մեկնարկի գրանտին եւ այսինքն ենթակառուցվածքը մինչև տարվա վերջ հույսով ենք արդեն պատրաստ կլինի, նաև դիմել ենք այդ գրանտին, եթե գրանտն էլ հաջողությամբ լինի, մեր Բրյուսելի մեր գործընկերոջ հետ նաև կհիմնադրենք գիտական լաբորատորիա, որը որ արդեն այդ ենթակառուցվածքում կիրականացնի այս հակաբիոտիկ դեղակայունության ուղղությամբ հետազոտություններ։ Մի երկու խոսքով կարող եմ ասել ինչ է, որովհետև այդ դեղակայունությունը շատ արդիական թեմա է, որովհետև թե քաղցկեղային, օրինակ քաղցկեղների 90%-ի դեպքում քիմիոթերապիան երբ որ ձախողվում է, պատճառը այդ դեղակայունությունն է, որը որ տարբեր պատճառներով կարող լինի։ Հիմնական պատճառներից մեկը, այսինքն դրանք բջիջները, քաղցկեղային բջիջները ունենում են մեծ քանակով պոմպեր, ավելի շատ, քան նորմալ բջիջներում, այսինքն դրանք արտազատող պոմպեր են, երբ որ դեղը անցնում է բջջի մեջ, դուրս է շպրտում։ Այսինքն դեղի այնպիսի կոնցենտրացիա բջջի մեջ չի կարող ստեղծվել, որը որ կճնշի բջջի աճը կամ կսպանի դրան։ Ու այս նույնը հետաքրքիր է, որ դիտվում է նաև մանրէներում, այսինքն նմանատիպ պոմպեր կառուցվածքով։ Բակտերիաներում բազմաթիվ են պոմպերը, բայց նույն այդ խմբի պոմպեր ինչ որ քաղցկեղային բջիջներում է կամ էուկարիոտ բջիջներում է, կան նաև մանրէներում եւ ելի ապահովում է հակաբիոտիկ կայունությունը։ Դուք երևի լսել եք, որ հակաբիոտիկ կայունությունը ներկայումս ամենամեծ խնդիրներից մեկն է ու նույն քաղցկեղային հիվանդություններով մահացության երևի 50%-ից ավելը բակտերիաներով պայմանավորված, առավել եւս հակաբիոտիկ կայուն բակտերիաները, որոնց դեպքում հակաբիոտիկները չեն աշխատում ու նաեւ հայտնի է, որ նոր հակաբիոտիկների մշակումը բավականին երկարատև process է ու վերջի 10 տարիներին, ինչքան գիտեմ, կարող թիվը խառնում եմ, նոր խմբի հակաբիոտիկ դեռևս չի մշակվել։ Իսկ բակտերիաները շատ արագ կարողանում են կայունություն ձեռք բերել գործող հակաբիոտիկների նկատմամբ եւ հիմա նոր ռազմավարություն է գտնել այնպիսի նյութեր, միացություններ, տեղանյութեր, որոնք կարող են այս բակտերիաներին նորից խոցելի դարձնել ավանդական հակաբիոտիկների նկատմամբ, որոնք որ տասնյակ տարիներով արդեն կիրառման մեջ են։ Եվ նաև մենք հիմա ինչ ենք ուզում անենք, այս գիտական խումբ ուզում ենք ստեղծենք, ուզում ենք որ զբաղվի այս ուղղությամբ, այսինքն մենք արդեն կան գրականության մեջ կան տվյալներ, որ բույսերի երկրորդային մետաբոլիտներից կարող են լինել այնպիսի մետաբոլիտներ, որոնք որ կարող են արգելակել այս պոմպերի աշխատանքը, որոնք որ դուրս են մղում, կամ այլ ռեզիստենտության մեխանիզմները, եւ այդ կերպ բակտերիաներին կամ քաղցկեղային բջիջներին խոցելի դարձնել դեղանյութերի նկատմամբ։ Եվ մենք հիմա ուզում ենք ուսումնասիրել մեր բույսերի պոտենցիալը, մեր հայկական ֆլորայի դեղաբույսերի պոտենցիալը այս ոլորտում։ Արդեն ունենք որոշակի նախնական տվյալներ, որովհետև Հոֆի հայ օգնության ֆոնդի կողմից տրամադրված անսև գրանտի շրջանակներում այս ուղղությամբ հետազոտությունները սկսեցինք 2024 թվականին, որոշակի արդեն արդյունքներ կա հեռանկարային, որը որ մատնանշում է, որ պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, որը որ հուսով ենք, որ կբերի շատ լավ հանգրվանի թույլ կտա ստանալ այնպիսի արդյունքները, որոնք որ մի օր կիրառելի կդառնան մարդկության համար։
Եվ այս դեղաբույսերից անջատված միացություններից որոշները արգելակում են եւ հիմա մենք այս հետազոտությունների ընթացքի մեջ են ճիշտ է նախնական հիմա երբ որ հաջողությամբ կարողացանք այս դրամաշնորհը ստանալ արդեն խորությամբ թիմ կձևավորվի ավելի մեծ որը որ այս ուղղությամբ հետազոտություններ կիրականացնի Որ դեղաբույսերն են ձեր ուշադրության կենտրոնում Ինչպես նշեցի ասպիրանտական թեզի ընթացքում 30 դեղաբույս էինք հավաքել դրանք հետազոտել դրանցից ընտրել էինք 5-ը Նաև հաջորդ փուլում երբ որ սկսեցինք հակակացկեղային հետազոտությունները, այդ ժամանակ էլ 12 նոր դեղաբույս, էլի, այսինքն նախնական սկրինինգ արեցինք, այսպես ասած, որպեսզի ընտրենք լավագույնները, ու այս պահին մոտ 6-7 դեղաբույս ունենք, որոնք որ բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս, եւ դրանց երկրորդային մետաբոլիտների հետ ենք աշխատում, բայց այսինքն սա բաց է, երբ որ հետաքրքիր ինչ որ դեղաբույս է լինում, որ կարող է մեր կոնկրետ թիրախի նկատմամբ ազդեցություն ունենալ, մենք նորից կարող են նոր դեղաբույս ներգրավենք, բայց դրանք այսինքն այդ սկրինինգը նախնական այդ հետազոտությունները իրականացվել են այն դեղաբույսերի վրա, որոնք ավանդական ըստ ավանդական բժշկության, թե հայկական ավանդական, թե համաշխարհային, կարող էին ունենալ հակաքացկեղային կամ հակաբակտերիական կամ հակասնկային կամ հակաշաքարախտային ազդեցություն։ Դրանցից արդեն մենք գիտական հիմքի վրա ընտրել ենք լավագույնները եւ իրականացնում ենք հետազոտություններ։ Դրանցից մեկը ավելուկն է։ Ավելուկ Դրանցից մեկը ճիշտ ասած ավելուկը ցեղի անունն է, տեսակները բազմազան են, մենք ուսումնասիրում ենք լայնատերև ավելուկը, որը որ մեր իմացած ավելուկը չի։ Մեր իմացած ավելուկը ավելի բարակ տերևներով, դառահամով, սա մի քիչ ուրիշ է, բայց որոշ տեղեր նաև սննդի մեջ կիրառվում են, հա, այնպես որ ինքը շատ մեծ պոտենցիալ ունի, ինքը ունի թե հակաբակտերիական, թե հակաքացկեղային ազդեցություն եւ նրա ազդեցությունը ասենք տարբեր խմբի բակտերիա նկատմամբ, այսինքն թե սնկերի նկատմամբ շատ հետաքրքիր դեղաբույս։ Բավականին արդեն այդ թեմայով տպագրություններ ունենք։ Հիմա նաեւ դրա կազմում գտնվող որոշ մետաբոլիտներ ենք ուսումնասիրում, արդեն առանձին եւ էլի բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք։ Հիմա հոդվածները այդ հոդվածը արդեն ուղարկել ենք տպագրության, հուսով ենք կտպագրվի առանձին արդեն կոմպոնենտով։ Այդ երկրներում նմանատիպ ուսումնասիրություն կատարվում է եւ կան նույն դեղաբույսերը, թե Հայաստանն ուրիշ է։ Տեսեք, մենք այնպես չի որ ուսումնասիրում ենք էնդեմիկ դեղաբույսերը, որտեղ էնդեմիկները օրինակ այն ժամանակ որ սկրինինգ արեցինք, նաև էնդեմիկ տեսակներ կար, բայց էնդեմիկները չընտրվեցին։ Հիմա այնպիսի դեղաբույսեր են, որոնք որ նաև տարածաշրջանում կան կամ ասենք Եվրոպայում կամ ուրիշ երկրներում, բայց այնպես է որ Հայաստանի կլիման յուրահատուկ է դարձնում մեր դեղաբույսերի հատկությունները, այսինքն արևի այդ ուլտրամանուշակագույն ճառագայթման հզորությունը, թե օդի բաղադրությունը, թե բարձրադիրությունը, ավելի այդ երկրորդային մետաբոլիտները, որոնք որ արտադրվում են բույսի պաշտպանական կամ հարմարվելու համար, այսինքն տարբեր սթրեսային գործոնների կամ մրցակցելու համար, ավելի բարձր է սովորաբար։ Եթե բարձր չի, անպայման տարբերվում է, այսինքն յուրահատուկ է։ Նաև դեղաբույսերի հետաքրքրությունը սրանում է, որ երբ որ համեմատում ենք օրինակ մեր ստացված տվյալները նույն տեսակի բույսի, օրինակ Լեհաստանում աճած կամ ուրիշ երկրում աճած, բավականին մեծ տարբերություններ կա կազմի եւ նաև ազդեցության։ Այսինքն շատ ուժեղ մրցակցություն է մեր գիտնականների եւ արտերկրի գիտնականների միջեւ։ Հա, ուղղակի այստեղ մի հատ հարցն է, որ գիտության համար ամենակարևոր պարամետրից մեկը այն է, որ մենք կարողանանք կայունություն ապահովել, այսինքն նույն տվյալները կապ չունի թե որտեղ ենք անում, նույն տվյալները ստանանք, այսինքն ստանդարտացնենք, որը որ բույսերի դեպքում դժվար է։ Դրա համար, երբ որ արդեն ուզում ենք բարձր ազդեցության գործակցով պարբերականներում տպագրել, այդ հարցը առաջանում է, որ լուծամզվածքով դժվար է տպվելը։ Որտեղ ինչպես նշեցի, դրանք տարբերվում են։ Հիմա, այսինքն նույն տեղանքից ուրիշ գիտնականը կարող է գալ հավաքել, հետազոտել, բայց տարբեր ազդեցություն տեսնել։ Դրա համար ավելի կարևոր է գնալ դեպի առանձին դրա մեջ գտնվող կոմպոնենտները, ցույց տալ դրանց արդյունավետությունը։ Ճիշտ է, այնպես է, որ բույսի ազդեցությունը, բույսի այդ լուծամզվածքի ազդեցությունը պայմանավորված չի մեկ միացությունով, մեկ կոմպոնենտով։ Դրանք սովորաբար բազմաթիվ կոմպոնենտների համատեղ ազդեցություն է, այսինքն սիներգիստիկ ազդեցություն է, նաև այդ դժվարություն է ներկայացնում, թե գտնել որ կոմպոնենտներն են, որ համատեղ ապահովում են այդ էֆեկտը։ Բայց շատ լավ կլինի, որ առաջինը մենք
բացահայտենք եւ ցույց տանք Այդպես էլ անում փորձում ենք այդպես էլ անել։ Հիմա այսինքն արդեն ներդրվել են, ինչպես նշեցի, բավականին նորագույն մեթոդոլոգիաներ, նորագույն սարքավորումներ, որը որ մեզ թույլ է տալիս ներբջջային մակարդակում ցույց տալ ազդեցության մեխանիզմները, թե այդ կոմպոնենտը ինչպես մտավ, ինչի հետ փոխազդեց, ինչպես արդյունք դրսևորեց, ու նաև դրա շնորհիվ մրցակցել միջազգային ամբողջ աշխարհի գիտնականների, զարգացած երկրների գիտական համայնքի հետ։ Դուք աշխատում եք նաև արյունաբանական կենտրոնում։ Այո։ Եվ կարելի ասել ստեղծում եք պատրաստուկներ, որոնք օգնում են երեխաներին, ճիշտ եմ բացատրում։ Համարյա։ Իրականում երեխաների պաշտպանելու համար է, բայց այդ դեղամիջոցը ստանում են կանայք, հղի կամ ծննդաբերությունից հետո։ Մի փոքր նկարագրեմ, ուրեմն արյունաբանական կենտրոնում ընդունվել եմ աշխատանքի դեռևս 2011 թվականին, այսինքն երբ որ ընդունվեցի մագիստրատուրա, ու այնտեղ դեռևս 75 թվից 1975 թվից կար այս հակառեզուս իմունոգլոբուլին պրեպարատի արտադրությունը, ուրեմն դա ինչ է ինձ ներկայացնում, երբ որ ռեզուս բացական կանայք ունենում են ռեզուս դրական հղիություն, այսինքն այդ հղիության ընթացքում երբ որ պտղի արյունը կամ ծննդաբերության ժամանակ երբ որ պտղի արյունը խառնվում է մոր արյան հետ, դա հանգեցնում է նրան, որ օտար է ճանաչում այդ արյունը, ռեզոդրական, ու դրա դեմ հակամարմիններ, այսինքն հատուկ նյութեր է մշակում, որոնք որ կարող են անցնել այդ պլացենտար թաղանթով ու հղիության ընթացքում վնասել, այսինքն քայքայել պտղի էրիթրոցիտները, կարյան կարմիր բնճիջները եւ ինչը կարող է հանգեցնել երեխայի մահվան կամ հաշմանդամության։ Սակայն 1965 թվականից հետո այս խնդիրը իր լուծումը գտել է, երբ որ մշակվել է այս պրեպարատը։ Ուրեմն ինչ է դա իրենից ներկայացնում, երբ որ այսինքն այն կանայք, որոնք որ արդեն իմունիզացված են, այսինքն ունեն այդ իրենց արյան մեջ այդ կոմպոնենտները, որոնք որ այդ կանանցից կամ տղամարդկանցից պլազման հավաքվում է եւ դրանցից անջատվում են այդ կոմպոնենտները եւ երբ որ հղիության կամ ծննդաբերությունից հետո, երբ որ այսինքն այդ արյան խառնվելու process-ը կարող է տեղի ունենալ, երբ որ ներարկում է, դա չեզոքացնում է այդ խառնված արյունը ու պաշտպանում է պտղին։ Ուրեմն երբ որ ես ընդունվեցի, այդ ժամանակ հին մեթոդով էինք արտադրում, հետագայում 2014-ից 18 թվականներին ներդրեցինք նորագույն տեխնոլոգիաներ, նորագույն պայմաններում եւ սկսեցինք արտադրել միջազգային չափանիշներին ստանդարտային համապատասխան դեղամիջոց, որը որ լուծում է այս խնդիրը մեր երկրում։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե հղիի մոտ արյունը երկրորդ բացասական է, օրինակ, խոսքը դրա մասին է։ Կապված չէ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ խմբից, դա այսինքն ռեզուս պատկանելությունից է կախված։ Նայեք, ինչ է այդ ռեզուսը, այսինքն էրիթրոցիտներ, արյան կարմիր բջիջների վրա տարբեր թելեր կան, սպիտակուցային թելեր կան, կախված թե ինչ թել կա, որոշվում է թե որ խմբի է։ Այդ ռեզուս թելը, ռեզուս բացականների մոտ ինքը բացական, այսինքն չկա այդ սպիտակուցը։ Իսկ դրականների մոտ կա այդ ռեզուս սպիտակուցը։ Ու երբ որ ռեզուս այդ թելը ունեցող արյան բջիջը հայտնվում է ռեզուս բացական օրգանիզմում, նրա մոտ չկա այդ սպիտակուցը։ Օտար է ճանաչում, ասում է, այս ինչ է այն մոտ։ Սկսում է դրա դեմ պայքարել, այսինքն օտար է ճանաչում, սկսում է դրան վերացնելուն գործողություններ անել։ Ու արտադրում են նյութեր, որոնք որ արդեն գնում եւ չեզոքացնում են այդ բջիջը, այսինքն process-ը սա է։ Այսինքն ո՞նց են պարզում, որ այս դեպքում երեխայի արյունը բացասական չէ, դրական է։ Տեսեք, հիմա Հայաստանում, այսինքն ես վերջերս արդեն ներդրվել է, առավել հիմնականում կիրառվում էր այս պրեպարատը ծննդաբերությունից հետո, պորտալարից արյուն է վերցվում եւ որոշվում է խումբը, եթե դրական է եւ մայրը բացասական է, այդ դեպքում 70 մինչև 72 ժամը ստանում է պետպատվերով ստանում է այս պրեպարատը, սակայն կան մեթոդներ նաեւ հղիության ընթացքում պտղի ռեզուս պատկանելությունը որոշելու նորագույն մեթոդներ։ Նա հիմա ինչքան գիտեմ Հայաստանում արդեն ներդրվում է, պետք է որ արդեն անելուց լինեն մեր մոտ, վստահ չեմ, որը որ թույլ է տալիս նաև հղիության ընթացքում որոշել ու 28-րդ կամ 30-րդ շաբաթում ստանալ կանխարգելիչ ներարկում, եթե պտղի սեռը դրական է։ Ներարկում հղին։ Այո։ Իսկ պտղին ինչ վնաս է սպառնում այդ դեպքում։ Մենք սա կանխարգելիչ պրեպարատ է, ոչ մի վնաս չկա։ Եթե ներարկում չլինի, վնաս կա։ Եթե տեսեք,
երբ որ ինչպես նշեցի ռեզուլտատական կինը, երբ որ ռեզուլտատական պտղով հղի է, հղիության ընթացքում կարող արյունը խառնվի։ Առաջի հղիության ժամանակ սովորաբար խնդիր չի լինում, այսինքն մինչև որ այդ իմունիտետը մշակվում է, մինչև որ մոր օրգանիզմում մշակվում են այդ նյութերը, այդ հակամարմինները, որոնք որ կարող են անցնել եւ վնասել պտղին, տեղի չի ունենում, որովհետեւ արդեն ծննդաբերությունը տեղի ունենում։ Սակայն երբ որ այդ process-ը գնացել է արդեն հաջորդ հղիության ժամանակ, սովորաբար խնդիրը առաջանում է երկրորդ, երրորդ, չորրորդ հղիությունների ժամանակ։ Երբ որ արդեն մոր օրգանիզմում կա այդ պատրաստի հակամարմինները, եւ նորից նա կրկին անգամ հղիանում է ռեզոստերական պտղով, արդեն այդ ժամանակ անցնում են պլացենտայով։ Տեսնում են, որ օտար մարմին կա, սկսում են պայքարել ու արդեն ինքը մինչև 15% մահացություն է, մահացության տոկոս է եղել մինչև այս դեղի մշակումը։ Այսինքն բոլոր ռեզուստացական այն հղիությունները, որոնք որ ունենում են դրական պտուղ, այդ դեպքում 15%-ի մոտ այդ խնդիրը դիտվել է, այսինքն երեխան ծնվել է կամ հաշմանդամ, կամ լուրջ խնդիրներով, կամ մահացած։ Դեղը երբ է մշակվել? 1965 թվականին է մշակվել, առաջի անգամ։ Կիրառվել է։ Հա, 1965 թվականից կիրառվում է։ Դրա տարբեր արտադրության մեթոդներ կան, տարբեր երկրներ տարբեր մեթոդներ են կիրառում։ Մեր մոտ արտադրությունը սկսվել է 1975 թվականից ու շարունակվում է մինչև օրս։ Իսկ պահանջը շատ կա, թե անհրաժեշտ 1000-ից 1 է լինում։ Նայեք, այսինքն ինքը կախված է ծնելիությունից։ Սովորաբար մեր պոպուլյացիայում 15% է ռեզուստացական բնակչության թիվը եւ նաեւ պետք է, այսինքն երբ որ եւ մայրը եւ հայրը ռեզուստացական են, դեպքում ռեզուստական երեխա չի լինի։ Սովորաբար մոտավորապես ծնունդների 6.5%, ինչքան գիտեմ, այսինքն 15-ի 6.5-ից 7.5%-ն է, որ այս խնդիրը կարող է լինել։ Այսինքն ընդհանուր միջինացված այս 6.5-ից 7.5%-ն է, որ կարիք ունի մեր պրեպարատի, որը որ տարեկան 4-ից 5000 սրբակ։ Ինչպես հասկացա, բժշկությունից դուք ընդհանրապես չեք հեռացել։ Ոչ։ Բայց որպես գիտնական ինչ երազանք ունեք։ Անընդհատ փոխվում են երազանքները, այսինքն երազանքը դառնում է նպատակ, նպատակը դառնում է իրականություն, ծնվում են նոր երազանքներ։ Իրականում ամենամեծ երազանքը անել մի այնպիսի բան, որը որ կփոխի մարդկանց կյանքը, կլավացնի մարդկանց, որովհետև նույն ես աշխատում եմ հիվանդանոցում, տեսնում եմ այնպիսի մեր մոդել այնպիսի հիվանդներ կան, որոնց որ շատ ծանր հիվանդներ են, շատ դեպքերում ելքը դրական չի լինում, եւ երբ որ տեսնում ես, որ հնարավոր է դու կարող ես կամ դու ինչ որ մի բան անել, որպեսզի այդ process-ը փոխել դեպի դրական ելքը։ Դա ամենամեծ երազանքն է, որ օրինակ նույն այս արտադրությունը, որ մենք իրականացնում ենք, դա ինձ համար երազանքի իրականացում է, որովհետև ես ինձ շատ բավարարված եմ զգում, որ այսինքն մարդկանց կյանքը կարողանում ենք ինչ որ չափով բարելավել, այսպես ասած, ինչ որ խնդիր, որը որ կարող էր առաջանալ կանխարգելել։ Նույնը գիտության մեջ։ Իրականում դա շատ դժվար ճանապարհ է, որովհետև մենք երբեք նույն այս մեր հետազոտությունում երբեք կարող է մենք դա չհասնենք դրան, բայց մենք օգնում ենք այդ ընդհանուր գործին, այսինքն այն գիտնականները, որոնք զբաղվում են այս ուղղությամբ հետազոտություններում, ինչ որ մենք էլ մեր փոքրիկ ներդրումն ենք ունենում, որովհետև մենք կարող ենք ինչ որ մի հատ հետազոտություն անել, ինչ որ գտնենք մի հատ միացություն, ցույց տանք, որ սա ինչ որ թիրախի վրա ազդում է, ուրիշները վերցնեն, դա շարունակեն եւ վերջում դա դառնա դեղամիջոց եւ ստացվի, որ մենք այդ ընդհանուր գործի մեջ ինչ որ մի փոքրիկ ներդրում ունեցանք։ Ես էլ ուզում եի հարցնել, քանի տարի է պահանջվելու վերջնական արդյունք ստանալու համար դեպի առումով։ Դժվար է ասել։ Իրականում, ինչպես ես նշեցի, դա ամեն օր արդեն արդյունքների հետ։ Ինչի՞ եմ, օրինակ ես մի այսպիսի բան նկատեցի, երբ որ այս լայնատրև ավելուկը Rumex optosifolis է կոչվում, երբ որ ես առաջին անգամ հետազոտությունները սկսեցինք, առաջի տպագրությունը եղավ, երբ որ մենք փորձում էինք համեմատել գրականության տվյալների հետ, ոչ մի գրական տվյալ չկար, որը որ կուսումնասիրեր օրինակ այդ տեղաբույսի լուծամզվածքի հակամարային հատկությունը։ Եվ երբ որ 5-6 տարի հետո մենք հետ վերադարձանք նրա հակամարային հատկություններին, բազմաթիվ էին։ Ճիշտ է, կարող է դա պատճառը այն չլինել, որ մեր տպագրությունը, բայց կարող է եւ կորելացիա լինել, այսինքն մարդիկ նայում են գրականություն են նայում։ Այսինքն մենք այդ մասով օգնեցինք, որ այդ ուղղությամբ հետազոտությունը, այսինքն արդյունք ունեցանք, դա էլ է արդյունք։ Չգիտեմ։ Տարին դեղ մշակելը շատ երկարատև process է, շատ ֆինանսատար process է։ Սովորաբար գիտնականները անում են դրա որոշակի մասը, այսինքն ցույց են տալիս, որ աշխատում է, դրանից հետո արդեն դեղագործական կամպանիաների գործն է։ Դա բիզնեսն էլ շատ չի հետաքրքրվում գիտությամբ։ Դեղագործական
բիզնեսը ինձ թվում է հետաքրքրում է։ Ուղղակի փոքր երկրներում դա մի քիչ դժվար է, սովորաբար մեր նման երկրներում դեղագործական ընկերությունները արտադրում են ջեներիկ դեղեր, այսինքն արդեն մեծ կիրառություն ունեցող դեղեր, որովհետև նոր դեղի մշակումը շատ ծախսատար է, բայց հուսով ենք, որ մի օր նաև Հայաստանում կունենանք դա, այդպիսի տենդենց կա, որ դեղագործական ընկերությունները կարող են օրինակ պատվիրել ինչ որ մի հատ միացություն կամ կոմպոնենտ, որը որ կարող է թիրախավորել ինչ որ բանի, այսինքն process-ը գնա, որովհետև ամբողջ աշխարհում այդպես դեղագործական պատկերություններից պատվերը, այսպես ասած, պատվերը այնպես չի, որ պատվիրում են, այսինքն պահանջ է դրվում, որ այս կոմպոնենտը պետք է գտնել, ու գիտնականները աշխատում են, հետո սենց։ Կա թեմա, որը ձեր ուշադրության կենտրոնում է եւ ապագայում ցանկանում եք զբաղվել դրանով։ Ինչպես նշեցի, դեղակայունությունն է իմ հիմնական, արդեն ասպիրանտական հետազոտությունների ժամանակ մեծ հետաքրքրություն կար հակամանային հատկությունների եւ հիմա ես ահագին ժամանակ զբաղվում էինք ոչ հակամանային հատկությունների ուսումնասիրությամբ, հիմա այս անսեպ դրամաշնորհից հետո սկսվեց նորից վերսկսեցինք հետազոտությունները, հիմա ուզում ենք խումբ ստեղծենք եւ այս ուղղությամբ խորացնենք մեր հետազոտությունները, այնպես որ ես կուզեի, որ այս ուղղությամբ մենք խորացնենք աշխատանքները։ Իդեպ շատերը դեղաբույսեր դաշտերից քայլում են եւ հետո վաճառում են, արդյոք դա ունի բացասական ազդեցություն։ Նայեք, իհարկե կարող ունենալ, եթե անկառավարելի է այդ ամեն ինչ։ Օրինակ, երբ որ մենք տպագրության ենք ուղարկում հոդվածները, այնտեղ այդ բարբերականների կողմից պարտադիր պահանջ է լինում, թե դուք որտեղից եք հավաքել։ Ունեք թույլտվությունը, այսինքն ձեր նախարարությունը թույլատրել է, որ դուք հավաքեք։ Այսինքն սա իրականում պետք է կարգավորվի, որովհետև հասարակ օրինակ ասեմ, մեր գյուղում չաման ենք ասում, ինքը դեղաբույս է, որը որ թեյի մեջ է օգտագործվում, ու երբ որ ինքը կոնկրետ ինչ որ հատվածներում էր աճում, երբ որ մարդիկ սկսեցին անընդհատ հավաքել ու հավաքելուց արմատով են հավաքում։ Այսինքն պոպուլյացիան վերացավ, կարելի ասել, արդեն դժվար է, ինքը շատ համեղ թեյ է ստացվում, բայց չէինք ճարում։ Հիմա նորից վերականգնվել է, այսինքն դա կարող է հանգեցնել իրականում իհարկե մեծ խնդիրների։ Դրա համար պետք է կառավարել, նաև պետք է այդ հավաքչությամբ զբաղվող մարդիկ, ովքեր որ դա գործ է, աշխատանք է, այսինքն ինձ թվում է դա էլ է կարևոր։ Պետք է ուղղակի հաշվի առնեն, որ պետք է այնպես անեն, որ չվնասեն պոպուլյացիային։ Չափ գոյություն ունի, չէ՞, իրենք հենց այնպես վաճառում են, մարդը կարող է չիմանալով շատ օգտագործի, վերջում հակառակ արդյունք տա։ Իհարկե։ Իհարկե։ Բայց մեր ժողովուրդը հազարավոր տարիներ օգտագործում է, այսինքն գիտեն, օրինակ, չէ, ուրց դաղց, գիտեն, որ այն մարդը, որ ճնշման խնդիր ունի, այսինքն ճնշումը իջնում է, ինքը չպետք է խմի, որտեղ ճնշումը իջացնող հատկություն ունի, այսինքն հիմնականում բնակչությունը գիտի սերնդեսերունդ փոխանցում է տեղեկատվությունը, բայց իհարկե պետք է ուշադրություն դարձնել դրան։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Երևանի պետական համալսարանի հիմնարար եւ ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Միքայել Գինովյանի հետ։